Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Այո, ես բացառապես այս բան իմ անունից եմ խոսում, ահա շատ բարի։ Մինչև Սավետ Կարապետյանի հետ կապված իրադարձությունները, արդյոք չկային այդ խախտումները։ Իհարկե կային, շատ լավ հարց եք տալիս։ Ուրեմն ես հանձնաժողովի նախագահ եմ դառել իմիջայլոց ամսի նոյեմբերի 15-ին լրացավ իմ 1 տարին հանձնաժողովի նախագահ ընտրվելու եւ նշանակվելու 1 տարին, եւ այդ 1 տարվա ընթացքում ես ոնց սկսել եմ այդ ոլորտի աշխատանքները տանել առաջ, առնվազն հասցրել եմ այդ ընթացքում 2 անգամ ձեր ասած, ձեր մատնանշած պատճառներով տուգանել հետ փակ բաժնետիրական ընկերությանը եւ արդեն այս մեծ վարույթն էր, երրորդն էլ, որի շրջանակներում եղավ այն ինչ որ եղավ։ Իսկ թե ինձանից առաջ ինչ պարբերականությամբ եւ ինչ խախտումներ են եղել եւ ինչպիսի դրսեւորումներ է պահել ունեցել ՀՑԿՀ-ն, դա այդ հարցով ես ասենք բան կոռեկտ էլ չի, որ ես հիմա դրա պատասխանը ես տամ, որտեվ ՀՑԿ-ն ստեղծվել է 97 թվականից եւ ես չեմ կարող 97 թվականից մինչեւ իմ նշած ժամանակահատվածի սկիզբը պատասխանել բոլոր նման հարցերին։ Պարոն Մեսրոպյան, ասացիք անդրադառնանք նաև հոսանքի գնի իջեցման։ Շատ լավ։ Ուզում եմ անդրադառնանք, որտեղ ժողովուրդը Շատ լավ, շատ իմ սրտի ուզած հարցերն եք տալիս, շնորհակալություն, չնայած թող չդիտվի, որ դիտավորություն է, նայեք, հիմա երկրորդ ֆալսը, որ տեղի ունեցավ նիստին նախորդող օրերին, այդպես քաղաքական ակցիա նույնիսկ կատարեցին, ֆլեշմոբեր հասարակական սոցիալական կայքերում արեցին, որ սակագինը իջացրեք, պարոն Մեսրոպյան սակագինը իջացրու եւ այլն, նույնիսկ այստեղ ելույթ ունեցողներից հասարակական կազմակերպություններից մեկը ի զարմանս ինձ, որ ինքը տարիներ շարունակ այդ մարդիկ նստած են լինում նիստերին, բայց այսպիսի պրիմիտիվ, սխալ եւ ոչ կոռեկտ արտահայտություններ են անում, որ Տաշիր ընկերությունը կամ հետ փակ բաժնետիրական ընկերությունը ազգաբնակչությանը հայ ազգին խոստացել էր, որ մինչև 2031 թվականը չի բարձրացնի սակագինը, սա լրիվ կեղծ հարցապնդում է։ Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի սակագինը իջացնողը կամ բարձրացնողը այդ իրավասությունը բացառապես տրված է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովին, այլ բան, որ տվյալ կարգավորվող ընկերությունները իրավունք ունեն տարին 1 կամ 2 անգամ հանդես գալու այդ սակագները իջեցնելու կամ բարձրացնելու առաջարկությամբ։ Դրա որոշողը մենք ենք, իրենք չեն։ Հիմա վերադառնամ ձեր հարբուն հարցին։ Սակագները հանդես եկան վերջի պահին, ինչ որ այդպես երևի շոուի էլեմենտ էին ապահովում լայն ազգաբնակչության համար, որ այդ տեսեք, ես հանձնաժողովը մնացած է ինչքան անտարբեր են ձեր այսօրվա վիճակի նկատմամբ ռեալ հնարավորություն կա սակագինը իջացնելու, մենք դիմել ենք անգամ այսինչ ամսաթվին, այսինչ օրը պարոն Մեսրոպյանին եւ մերժվել է։ Խոսքը բացառապես գնացել է հետեւյալի մասին։ Սակագինը ինքը բազմակոմպոնենտ գումարելի է։ Ինքը այդ գումարելին ձևավորվում է մի քանի տարբեր գումարելիներից։ Կփորձեմ մաքսիմում հասկանալի լեզվով սա բացատրել։ Եվ երբ տարվա ընթացքում ամփոփում ենք մենք ֆինանսական տարին, հա, արդեն այս կամ այն գումարելին կարող է դրական ազդել այդ ընդհանուր արդյունքի վրա, այս կամ այն գործոնը կարող է բացասական ազդել ընդհանուր արդյունքի վրա, եւ այդ դրական ու բացասական ազդեցությունների հանրագումարում է, որ հանձնաժողովը հասկանում է պատկերը, կարող է սակագին իջացնել, չի կարող սակագին իջացնել, նպատակահարմար է սակագին իջացնելը, թե ոչ։ Տվյալ դեպքում ընկերությունը իր դիմումում հանդես էր եկել 6 ամսվա կտրվածքով 3.6 միլիարդ դրամի տվյալ տարում ձևավորված օգուտների մասին եւ դրան զուգահեռ այ կուզեի, որ իրենք այդ հարցին ինձ լսելով հիմա պատասխանեն, երբ որ իրենք սակագնի իջեցման մասին են խոսում այդ կտրվածքով, ինչու չեն մատնանշում, որ այդ գրության երկրորդ կետով էլ նշում էին, որ առաջարկում էին նաև 6 ամսվա կտրվածքով կատարված ներդրումները մտցնել սակագին։
Իսկ ներդրումները կատարված ներդրումների չափը սակագին մտցնելը դա բերում էր արդեն բացասական ազդեցություն։ Եթե առաջի կետով դրական ազդեցություններ ունենալու, երկրորդ կետով բացասական ազդեցություններ ունենալու 3.6 միլիարդ դրամի դեպքում 6 ամսվա կտրվածքով ձևավորվելու էր 0.5 դրամի սակագնի իջեցման հնարավորություն, բայց արդեն դրան գումարած ներդրումային ծրագրերը եթե մենք մտցնեինք սակագին, այդ տարբերությունը կրճատվելու էր եւ ընդամենը 0.2 դրամի մասին էր խոսքը 0.2 դրամի, որպեսզի լավ հասկանաք ինչ թվաբանության մասին է խոսքը, միջին սպառող Հայաստանի Հանրապետությունում եթե 200-ից 250 կիլովատ-ժամ հոսանք է սպառում տարվա կտրվածքով, հա, ամսական 40-ից 50 դրամի մասին էր խոսքը։ Կարող եք պնդել, որ ինչ կապ ունի, իջեցնեիք, ընդունելի պնդում է, բայց ամբողջ պատկերը այստեղ ոչ թե թվաբանության մեջ է ամբողջ խնդիրը, այլ թվաբանությունը համապատասխան գործոնների ազդեցությունը գնահատելուց հետո շատ կարևոր է հասկանալ, որ այդ իջեցումը, որ սակագների իջեցումը, որ որոշում է հանձնաժողովը դրան գնալ, կկարողանա առաջիկա տեսանելի 2-3 տարում պաշտպանել, թե հնարավոր պետքա 6 ամիս հետո գասի կներեք ժողովուրդ, այդ 6 ամիսը այս պլյուսները կար, քանի որ ձմեռը ավելի ազդակներ եղան, չգիտեմ, դոլարի կուրսը թանկացավ, հեսա կլսեմ, ջրի պակաս կար եւ այլն հիդրոռեսուրսներով հիդրոկայանները քիչ աշխատեցին, այլ ազդեցությունների հետևանքով ստիպված նորից պետքա թանկացնեմ։ Ամբողջ խնդիրը սա է, ես այսքան ծավալվեցի այս հարցի շուրջ, որպեսզի թե ձեզ մոտ, թե ազգաբնակչության լայն շերտի մոտ շփոթ չառաջանա։ Եվ օբյեկտիվորեն, եւ սուբյեկտիվորեն ես այս երկրում այն առաջին անձնավորություններից մեկն եմ մի պաշտոն է, որ ես ինքս եմ շահագրգռված հնարավորինս արագ, եթե կա այդպիսի հնարավորություն սակագին իջացնելու, որովհետեւ դրա ամբողջ դիվիդենդները բառից բուն իմաստով իմ ռեյտինգի, իմ չգիտեմ հեղինակության հետ է կապված լինելու եւ ինքնանպատակ ես չիջացնել սակագին, կներեք դա անհեթեթ է, համեցեք։ Կներեք ըստ էության հարցի երկրորդ մասին ես արդեն պատասխանեցի, բայց նորից կկրկնեմ, ժամանակավոր կառավարիչի ինստիտուտը կարգավորվող օրենքի համաձայն շարունակվում է գործել այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջ գործընթացը չի հասել իր տրամաբանական ավարտին, իսկ տրամաբանական ավարտը այն է, երբ որ պետությունը կբանակցի սեփականատիրոջ ընկերության հետ կամ կբանակցի այդ տնօրենների խորհրդի հետ, որից հետո տեղի կունենա սեփականության իրավունքի անցում եւ դրանից հետո պետությունը արդեն ինքը կորոշի պետականացված այդ ընկերությանը ինչ նոր կարգավիճակ տալ։ Իսկ այդ նոր կարգավիճակը այս պահին իմ մտքում առնվազն նշмарվում է 3 տարբերակ, թե որ ճանապարհով պետությունը կգնա, դա ժամանակը ցույց կտա։ Այսինքն տարբերակ 1 կարող են վաճառել այլ ընկերության, տարբերակ 2 կարող են կոնսորցիումով կառավարման տալ, պետությունը մասնաբաժին ունենա, կարող են պետական պահել, թե որ տարբերակը կլինի, դա ժամանակը ցույց կտա։ Ֆինանսական պարտավորությունների մասով էլ անդրադարձա, բայց այդ մասին հիմա թիվ հնչեցնել չեմ կարող, որովհետև այդ 3 ամսյա բանակցությունների ընթացքը պետք է ցույց տա, ըստ էության այդ բանակցությունները հիմնականում վերաբերվում են հենց ֆինանսական գնահատման եւ փոխհատուցմանը, արդեն այնտեղ պարզ կլինի, էլի, ինչ գին կձևավորվի փոխհատուցման, այս պահին դա ոչ մեկ չի կարող ասել։ Նախկին հանձնաժողովը անգործունեության էր մատնվել, դրա ապացույցն այն էր, որ նախկին տնօրենը Բաղրամյանը հրաժարվեց պաշտոնից, դուք եք եղել հանձնաժողովի անդամ, դա չի նշանակում, որ դուք ևս անգործունեության եք մատնել, այս դեպքում ինչ են իշխանություններից զբաղվում։ Շատ լավ։ Ուրեմն հետևյալ կերպ պատասխանեմ հնչեցված հարցին, ես նախկինում 1.5 տարի եմ աշխատել հանձնաժողովում որպես հանձնաժողովի անդամ, հետո նշանակվել եմ Կոտայքի մարզպետ։ Այդ 1.5 տարվա ընթացքում նախ ես իմ կարգավորման տակ հանձնաժողովի կառուցվածքն է այդպիսին, բոլոր անդամները իհարկե իրավունք ունեն ցանկացած հարցի հետ ծանոթանալու եւ
այս կամ այն վարույթին, այս կամ այն դիմում բողոքին, այս կամ այն օրենքի կամ կարգավորման փոփոխությանը ազատորեն մասնակցելու, բայց որպես կուրատոր հայերեն ոնց է, որպես համակարգող, շնորհակալություն, որպես համակարգող աշխատանքի բաժանում կա կատարված եւ ես այդ 1.5 տարիների ընթացքում իմ համակարգման տակ եղել է 3 հիմնական ուղղություններ, դա էր աշխատանքը քաղաքացիների դիմում բողոքների հետ, երկրորդը դա վերականգնող էներգետիկ ռեսուրսների, մասնավորաբար արևային կայանների տեխնիկական նախագծերի ստուգման եւ հավանության տալու փուլում ինձ մոտ էր գալիս այդ ամեն ինչը, ես տեխնիկական մասն էի ինձ ենթակա աշխատակազմի հետ ուսումնասիրում եւ երրորդը դա ԵԱՏՄ երկրների հետ մեր երկրի համագործակցություններ, որ իմ ենթակայության տակ էր եւ հետեւաբար նշվածից, եթե դուք տեսնում եք պարտավորություն եւ պարտականություն այդպես սուր, որ կար այդ 1.5 տարվա ընթացքում իմ ուսերին, ես երբեք չեմ խուսափել որևէ պատասխանատվությունից, պատրաստ եմ ինձ ուղղված հետագա հարցերը, եթե առաջ կգան, կոնկրետ փաստեր ես կարող եմ դրանց անդրադառնալ, իսկ ընդհանուր առմամբ արդեն հարցին էլի պատասխանեցի մինչ այդ Ես հանձնաժողովի նախագահ եմ 1 տարի եւ այդ 1 տարվա 1 ժամի 1 ամսվա 1 տարվա բոլոր դրվագների համար կարող եմ մանրամասն պատասխան տալ։ Ես արգելի լրագրող, արգելի գործընկերներ, ես այդ հարցին առնվազն 3 կներեք էլի Ես այդ հարցին առնվազն ոչ թե 1 ձև պատասխանեցի, այլ 3-4 ձև պատասխանեցի։ Տեսական մակարդակով ամեն ինչ հնարավոր է, բայց այս պահի դրությամբ դեռ մենք հենց հիմա նաև այդ փուլն է, որ մենք էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացի մեջ են գտնվում 80 աշխատանքային օրվա ընթացքում տարեվերջին մենք վերանայում ենք սակագները եւ որոշում ենք վերջապես այդ իմ մատնանշած քիչ առած գործոնների ազդեցությունը ինչպիսին է գալիք տարվա սակագնի վրա լինելու եւ որոշում ենք սակագինը թանկանա թե կբարձրանա հիմա անմիջապես կարող եք ասել իսկ ինչպիսի կանխատեսում ունեք այս պահին Զերծ կմնամ կանխատեսումով գնահատական տալուց, որովհետև առայժմ ակտիվ փուլում ենք այդ աշխատանքների, կգնահատենք եւ այդ մասին եւս կհայտարարենք։ Համենայն դեպս լավատեսություն ունեմ եւ ամեն ինչ անելու եմ, որ տեսանելի ապագայում սակագները չբարձրանան, որովհետև կա շատ մի կարևոր խոչընդոտող գործոն գալիք տարվա համար, ուզում եմ դուք լրագրողները եւս այդ մասին իմանաք, մենք գալիք տարի հայկական ատոմակայանը պլանավորվում է 3 ամսով ավել վերանորոգման մեջ պահել, այսինքն 5 ամիս ինքը կանգառի մեջ է լինելու, սովորական 2 ամսվա փոխարեն, իսկ ինքներդ եք հասկանում, որ ատոմակայանի պես էլեկտրոկայանը եւ նաեւ էժան էլեկտրաէներգիայի աղբյուր հանդիսացող ռեսուրսը, երբ որ չի աշխատում, ինքնաբերաբար ինքը բացասական ազդեցություն է ունենալու ընդհանուր սակագնի վրա, բայց մենք քանի որ ունենք այլ կետերով արդեն ձևավորված օգուտներ եւ ֆինանսական բարձիկներ, կփորձենք դրանով մեղմել այդ հանգամանքը եւ վերջնարդյունքը կտեղեկացնենք ձեզ Մնացած հարցերի համար այցում եմ ձեր ներողամտությունը, ես միշտ հասանելի եմ լինելու եւ իմ կաբինետում եւ ձեր ընկերություններում լրատվական շարունակենք հաջորդիվ։ Շնորհակալություն։